Արգելի, սիրելի աբովյանցիներ, քույրեր, եղբայրներ, առաջին հերթին ուզում եմ իսկապես ձեզ ողջունել։ Շնորհակալ եմ ջերմության համար, ընդունելության համար։ Աշխարհում ոչ մի բանով չես կարող մարդուն զարմացնել։ Միայն վերաբերմունք, ջերմություն, հավատ, որը դա այսօր օրի ավելի շատ նկատելով շրջում եմ Հայաստանով մեկ, քաղաքներում, մարզերով, գյուղերով, վարչական շրջանով եւ այդ ջերմությունը, այդ սպասելիքը ես զգում եմ։ Ես ավելի շատ պարտավորված եմ ինձ զգում, որ ես կարողանամ դա իրականացնեմ կյանքի կոչեմ։ Իհարկե կարող ենք, փորձ ունենք, հնարավորություն ունենք, կապեր ունենք, թիմ ունենք, ծրագիր ունենք, շուրջ։ Միայն մնում է ձեզ, որ գնաք ընտրության, ընտրեք համար 7-ին, ու դա իրականություն դառնա օր-օրի, ժամ առ ժամ, անհնարի ոչինչ չկա։ Միայն պետք է ճիշտ մասնագետներ, ճիշտ մարդիկ, ճիշտ ոլորտի ներկայացուցիչներ, կապ չունի կուսակցական պատկանելությունը, կապ ունի մարդը, անձը, գիտելիքը, սրտացավությունը եւ արդյունավետությունը։ Որ դա ես ձեզ խոստանում եմ, որ լիարժեք ինչ որ ասել ենք, 10 անգամ ավելի շատ անել ենք, նորից եմ ասում, կապնել կա, հնարավորություններ, ծանոթություններ կա։ Արգելի սիրելի աբովյանցիներ, կարող եմ ժամերով ձեր հետ խոսել, իմ սիրտը ցավում է։ Ես ուզում եմ լավ լինի, ժողովուրդը լավ ապրի, չլինող հարկ չկա աշխարհում։ Հարկավոր է ճիշտ մասնագետներ կազմակերպել, այսօր ում է շփվում ես, բոլոր ոլորտի ներկայացուցիչները ցանկանում են, որ իրենց մասին մտածողը լինի, իրենց մատից փուշանողը լինի, իրենց հնարավորություն տվող լինի, որ կարողանան այս վիճակից դուրս գալ, կարողան իրենց տունը պահեն։ Ես ասում եմ, մենք պատրաստ ենք մեր թիմով անել իրականացնելու բոլոր շրջանները ման գալով, տեղ չկա, որ մեկ ասի, Ծառուկյան, խոսք ես տվել չես արել, չկա չի բան, որը չկարողանամ, կյանքում խոսք չեմ տա, ասում կա լավ թիմ, կա լավ ծրագիր, կա կապ, կա հնարավորություն, որ դա իրականություն դարձնենք, կա ժամկետում, օրեցօր դա կփոխվի եւ ամեն ինչը լավ կլինի։ Սիրելի աբովյանցիներ, իհարկե իսկապես ուզում եմ սիրտս բացեմ ձեր հետ անկեղծ բոլոր ոլորտների մասին խոսել, ասել, ինչ հարց ասեք, ասեմ դրա լուծումը։ Գիտեմ, տիրապետում եմ։ Այսօր, այսինքն դուք բոլորը գիտեք, որ այսօր այս հողուջերի մարդ եմ, այստեղ եմ ծնվել մեծացել, կայացել, իմ գործունեությունը սկսել եմ այստեղից։ Ես հպարտացել եմ իմ Աբովյանով, Աբովյան քաղաքով, աբովյանցիներով, աբովյանցիների ցավը տանեն, կոռեկտ, համեստ, հյուրասեր, քրտինքով աշխատող, ստեղծող, համախմբված մարդիկ են, կարիք ունեն ուշադրության վերաբերմունքի լավ ապրելու, շատ փող վաստակելու, խաղաղություն լինելու, փայլուն ապագա ունենալու համար։ Ամենակարևորը իմ ասեք, որ դա կա, արդեն դա կա, հիմա ես ձեզ կասեմ։ Ես երբ որ Աբովյանում Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցում էի, հիմնական ոչ թե ձևի համար, այլ իրոք ցանկացել եմ, որ իմ Աբովյանում հզոր, կարող եկեղեցի լինի, որ իմ Աբովյանին ավելի աբովյանցիներին ավելի աշխարհում մեկ ճանաչում ունենան։ Ու Աստծու կամով, այո, ստացվել է, ցանկացել եմ իմ սրտը, ստացվել է, այսօր տարեկան հազարավոր մարդիկ են գալիս Թուրքիից, Ֆրանսիայից, Ամերիկայից, Իտալիայից, տարբեր տեղից մեր հայրենակիցները իրենց միջոցառումներն ուզում են կազմակերպել Սուրբ Հովհաննես եկեղեցում, որ երբեք Հայաստան չեն եղել, Աբովյան չեն եղել։ Եվ իրոք գալիս են այս միջոցառումը կազմակերպում են եւ շատ հիացած, տպավորված հիշողությունների մեջ գնում են։ Ամբողջ ամառվա ընթացքում հերթերը կուտակում, երկուշաբթի մինչև կիրակի օր տեղ չի լինում, առավոտվանից մինչև երեկո, որ մարդիկ իրենց միջոցառումները կազմակերպեն։ Այդքան արդեն ճանաչված է ամբողջ աշխարհում մեկ, եւ դիմելով, խնդրելով, որ ժամանակ չունեն, այդ նպատակով են եկել, որ ժամերը պակասացնելով, որ լիարժեք կարողանան իրենց միջոցառումը կազմակերպել։ Արգելի սիրելի աբովյանցիներ, այսօր ես կառուցում եմ Հիսուս Քրիստոսի արձանը։ Դա որպես իցույց աշխարհի, որ ազգային վերածննդի ներքին հարցան համերաշխության նշան, որ մենք ամբողջ աշխարհի հայությամբ միասնական լինենք։ Այդ մի կողմ դնենք ներքին թշնաման քոհատելությունը, առնակ համախմբված լինենք, որ մենք միասին լինենք, բոլոր խնդիրները կարող են կարգավորել, չկարգավորվող խնդիր չի կարող լինել։ Ու որ մենք աշխարհում ասելու բան ունենանք, որ աշխարհում մենք առաջին քրիստոնեացն ենք։ Որ դա եւ հպարտություն է եւ մեծություն է։ Եվ այսօր դուք բոլորը
Օրի դասում ենք այս երկու տարվա մեջ Աբովյանում եւ Աբովյան շրջակա գյուղերում, որ թանկացել է ամեն ինչ։ Հողատարածքները 10 տապատիկ թանկացել են։ Հələ դեռ չենք բացել, ժողովուրդ, որ բացենք, դա ավելի շատ է թանկանալու։ Մեր Աբովյան ավելի մեծ ճանաչում ունենալու աշխարհի մակարդակով։ Էլ չեն ասելու Բրազիլիա, ասել են Աբովյան, Կոտայ, Հայաստան, ամենահզոր կարող Քրիստոսի արձանը։ Աբովյան, Կոտայ, Հայաստան։ Ժողովուրդ, ինչ որ այսքան ժամանակ ասել եմ, չկա մի բան, հենց այդպես ասեմ։ Իրոք աստեղ ծնված, կայացած, ամեն ինչի տեր, ամեն մեկին, ոչ մեկին մեժած կյանքում չկամ, ցանկացել եմ բարի լինել, կամեցող լինել, ձեր մեկնել, կազմակերպել։ Հիմա կարող եմ ասել ձեզ, պատրաստվեք լավ փոփոխությունների, ժողովուրդ, ես ոտ հիմա բան չեմ ասում։ Լավ փոփոխությունների, որ ավելի շատ գումար եք վաստակելու, գործ եք անելու, փոքր միջին բիզնես եք զարգացնելու, տուրիզմով եք զբաղվելու, միլիոնավոր մարդիկ են գալու, դա բացելու են եկող տարի, դուք պատկերացրեք, քանի միլիոն մարդ է գալու։ Գալու է, օգտվելու է, շփվելու է, ծանոթանալ օգտվելու է եւ դուք, օգտվելու է եւ տաքսիստները, հյուրանոցի տերերը, ներդրումներ են կատարելու, քաղաքը լիքն է լինելու։ Ու դա ոչ թե միայն Աբովյանը, Կոտակ եւ շրջանը, ամբողջ Հայաստանով մեկ տուրիստները որ գան, միայն Աբովյան եւ Կոտակ հատից չեն գնալու, այլ Սևանել են գնալու, Գյումրիեն են գնալու, Ջերմուկել են գնալու։ Եթե նորից եմ ասում, 10 միլիոն մարդ գա, 10 միլիոն, դուք պատկերացրեք ամեն մեկը $5,000 որ ծախսի, դա ես մինիմում եմ ասում, պատկերացրեք ինչ գումարա կազմելու, 50 միլիարդ փող է լինելու, 50 միլիարդը դա մեր երկրի համար, որ ամեն տարի դա բոլորը հարստանալու են, բոլորի դեմքին ժպիտ է գալու, դա նորից եմ ասում, դուք պետք է պատկերացնեք, որ դեռ ոչ մի բան չեն կարող աշխատանքն ենք ստեղծել, բայց արդեն հողերը 10 անգամ թանկացել են, $500 հողը դառնա 50,000, չեն վաճառում, դա նշան է զարգացման, դուքները տեղը պահեք, մի վաճառեք, ավելի թանկը վաճառեք, կամ գործընկեր գտեք, թողերեք ներդրում անեք, որ մշտական բիզնեսի տեր լինեք։ Ժողովուրդ ջան, մենք միշտ մայիս ամիսը եղել է մեր ժողովրդի համար հաղթանակների հպարտության օր։ Այսօր ցույց տվեցի, ես դա ասել եմ, մեկ անգամ ուզում եմ կրկնեմ, բայց դա մեզից խլել է, դա մենք արդեն չունենք։ Բայց մայիս ամսվան մենք ունենք օր, հույսի օր ունենք, դա մեր դպրոցականների վերջի զանգն է, օրինակ արդեն մտնում ենք կյանք, մեծահասակ արդեն երկրորդ կյանք ենք մտնում, հասուն մարդիկ են, 18 տարեկան գնալու են ընտրության։ Մենք պետք է ամեն ինչ կազմակերպենք, որ այս տարի հունիսի 7-ին հնչի, մեր ազգային վերածնունդի առաջին զանգը, եւ ընդմիշտ հիշվի, այսօր բոլորը ձեր ձեռքերում են, մենք ունենք ծրագիրը, ունենք թիմը, ունենք ցանկություն, ունենք հնարավորություն, ունենք կապեր, որ առաջնային մենք պետք է ապահովենք խաղաղությունը, որ պետք է լինի երաշխավորած, բարգավաճ երկիր, բարեկեցիկ կյանք, անվտանգ մեր երիտասարդության համար, որ մենք պետք է ապահովենք, որ լինի խեղճության, մենք կարող ենք հաղթարել խեղճությունը, հաղթարել ներքին թշնամանքը, այդ սաղ պետք է դնենք մի կողմ ժողովուրդ, մենք հայ ենք, անկախ կուսակցական պատկանելությունից, բոլորս այս երկրում ապրում ենք, պետք է միասին մտածենք, քննարկենք, որոշենք, ով կարող է անել, ոչ թե դատարկ խոսքեր, այլ ռեալ իրական, որ իրականությունը համապատասխանում է, կախված է ձեզնից, եթե սորին ենք, դուք եք մեղավոր, չեք մասնակցում, նեղանում եք, մասնակցեք, համոզված եղեք, ով կարող է անել, նրանց այս ձայնը տվեք եւ պահանջեք, ես ինչ ասել եմ, մի բան էլ ավել անելու ենք, օրի դա զգալու եք, այսօր իմ նպատակն ցանկությունն է, որ կարողանանք կազմակերպել մեր ժողովրդի դեմքին շփիտ գա, ժողովրդի դեմքին փայլ գա, այդ մտահոգությունից, այդ տուշտուգաններից, այդ վարկերից, որ բոլորը վերացվի, մարդկանց նոր էջից սկսեն, մարդկանց հնարավորություն տվի, որ մարդիկ կարողանան աշխատեն ապրեն, դեմքների շփիտ ունի։ Նայելով ժողովրդի դեմքի շփիտ չկա, բոլորը խնդիր ու պրոբլեմ ունեն, տրամադրություն չկա։ Ժողովուրդ ջան, իմացեք, որ անհնարին ոչինչ չկա։ Աշխարհով մեկն է, ամեն ինչ հնարավոր է։ Ճիշտ մարդիկ, ճիշտ տեղերում,
կազմակերպել հնարավորություն տալ։ Իսկ այսօր սովորական ժողովուրդը ամենագնահատող ժողովուրդն է, որ գնահատում է թեթևակի ուշադրություն, թեթևակի վերաբերմունք, հարգանք։ Մարդը զգալով, որ փոփոխություն կա տարին տարվա վրա, դա փոփոխվում է, մեր ժողովրդի ուզածը սա է։ Ես ասում եմ, առավոտի իրիկուն շրջում եմ տարածներով, բոլորի ուզածը մեկն է։ Դրա համար մենք բոլորս միասին պետք է իրար կողքի լինենք, իրականացնենք, ով կարող է անել, նա անի, որ մենք ունենանք երաշխավորած խաղաղություն, վարգավաճ երկիր, բարեկեցիկ կյանք մեր ժողովրդի համար։ Աստված պահպան մեր բոլորին։ Ամսի 7-ին, համար 7-ին։ Ամսի 7-ին, համար 7-ին։